Ողջույն սիրելիներս, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս։ Հա, ինչ ենք այսօր պատրաստելու միասին։ Երկար բարակ մտածելով ինչ պատրաստեմ, ինչի պատրաստեմ, որ նորություն լինի։ Ուրեմն սիրելի հետևորդներ, ուրեմն մի աչկաչափով երևի սենց մի բուրդ չափով էլի, ոսպ, գրեչկա, հնդկաձավար և 2 հատ կարտոֆիլ, դրել եմ խաշվելա, բլենդեր եմ արել և սենց մի գլուխ սոխ, իսկ հնդկաձավարի մեջ մի կտոր կարագ եմ ավելացրել։ Հիմա այս բոլորը խառնում ենք իրար, ռիգանի եմ ավելացնում, շորացրած, ավելացնելու եմ կարմիր պղպեղ, սև պղպեղ և աղ։ Մի աչկաչափով արանքում համը կտեսնենք, որ պետք կլինի նորից կավելացնենք և մի հատ ձու։ Երկու հատ ձու կարող եմ ավելացնել, բայց որ ձվերը մեծ է, մի հատ եմ ավելացնում։ Հիմա այս բոլորը խառնում ենք իրար։ Բայց ոնց է պնդացել բանը հնդկաձավարը։ Կիսադիետիկ ուտեստատաղում։ Ասեցի չէ, որ պատրաստելու ենք կոտլետ։ Ահագին էլ եղել է։ Ասեցամ լավ խառնվի իրար։ Լավ, մի հատ համը տեսնեք աղի ալամին ոնց է։ Շատ լավ է։ Ասեմ, որ շատ համով է, լավ պատրաստած։ Լավ պատրաստած, շատ համով է։ Սիրելի հետևորդներ։ Եվ թողնենք մի 10 րոպե մնա, լրիվ համեմունք քաշի իրան մեջ, որ մեր կոտլետները կպատրաստենք։ Ասեմ, որ նորություն ասա։ Ուրեմն սիրելի հետևորդներ, առանց ձեզ եմ պատրաստել, հիմա շուռ եմ տալի, հետո կխոսենք։
Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ առաջինով չստացվեց, որովհետև ինքը շատ փափուկ էր։ Հետո երկու ճաշի գտալ, լավ ճաշի գտալ, ալյուր եմ խառնել ու մեր բիֆտեկները արդեն սկսեց լինել։ Արանքում էլ համը տեսնեք տենանք ոնց է։ Տեսեք, շատ համով է, շատ։ Եվ դիետիկ, եւ սննդամթերքով շատ համով կոտլետներ է։ Կիսատս վերջացնեմ։ Էսի կտելի կկարների։ Հիմա ավելացնում եմ, ասենց, փոքր ճաշի գթալով վերցնում ենք, տեղադրում ենք հավայի մեջ, հավասարացնում ենք ձեզ, կոտլետի ձև եք տալիս, Չել բուսայուղ ավելացնենք, այսպես հավասարացնում կոտլետի տեսք եք տալիս։ Երևի արդեն վերցնելու ժամանակն է, սա էլ վերցնելու ժամանակը, չնայած կոտրվեց, բայց ոչինչ։ Հաջորդ ենք տնում։ Փոքր եք դնում, որ հեշտ շոստակ։ Բարակացնում ենք, մի հատ էլ դնենք, մեր կոտլետները։
1600 Լավ, 1600։ Սպիտակ։ Հա, սպիտակ դուրս կան։ Կարմիրը այսին 1000 դրամ մեծ։ Երկու հատ։ Սելի հետևորդն է, մատուն ենք ավելացնում, օй, հիմա նստենք նոր, դե սիրելի հետևորդներ, եթե իմ այս տարբերակը ձեզ դուր եկավ, դուք էլ պատրաստեք, մեկնաբանություններում գրվեք, ձեր մոտ ինչպես ստացվեց, դուր եկավ, դուր չեկավ, այսինչ կամ թթվասերով կամ մածունով շատ հաճելի է։ Շատ համեղ է ստացվել, շատ։ Հողամասը ասի կամ տենամ ինչ կա, ինչ չկա։ Որ ուշիշ ես գալիս ես տեսնում ահակի փոփոխություններ կա։ Հեսա թութն էլ է ուզում հասնի, կիլասն էլ է հասնում։ Ափսոս է թափվել ակետ։ Ինքան է շատ չի, որ թափ տար նոր է սկսել հասնելը։ Բոքի ծառն էլ է լավացել ես տարի։ Ոչ փառք Աստծո էլի չոր բաներ ունենք։ Ողջույն։ Հələ gənəm իմ կողմի վրա տենամ ունդեղ ահակի թութ է թափվում, պա։ Ստեղ կա։ Սել մեր պոպոքի ծառնա տերևները լավ կանաչել է, բայց ջրել է ուզում։ Շատ չի տվել, բայց վերցրել է։ Սերկեֆիլի վրա էլ կա, մի քանի
Շատ ավերցել է սպիծարը այս տարի։ Ծիրան չունենք, ծիրանը հիվանդացավ։ Հենա նոր տերևներն սկսել է, այս լավ տերևները աճել է։ Ու նուշի վրա էլ շատ կա, հետի իհարկե չչորանում։ Սել մեր կերասնա։ Եկիշտավ խոշոր ու մեծ լավն է։ Սելի հետևորդներ, ուրեմն հողամասն էի, մեկ է զանգեցին, որ արի ակնոցները տար։ Հիմա գնում եմ ակնոցներս վերցնեմ։ Տեսնենք լավ ոնց ա եղել։ Իջանք։ Սիրելի հետևորդներ, մոռացա ասեմ, որ ակնոցներս վերցրել եմ, էլ ջարդված ակնոցներով չեմ կարդա, այդտեղ մի սիրուն է, ապրի մեր օպտիկայի աշխատողը, ինքը շատ լավ աղջիկ է, շատ բարեհամբույր, վերջը մի քիչ ներքև, մի քիչ վերև, ոչ թանկ, ոչ էժան, ընտրեցիք սա, հիմա ինձ համար լավն է, կարևորն է, որ տարերը նորմալ ցույց է տալիս։ Սիրելի հետևորդներ ջան, խնդրեմ, տեսեք ինչ լավ կոտլետներ ա ստացվել, համի մասին էլ չեմ խոսում, շատ ընտիր ա ստացվել սիրելիներս, ուզում եմ քամի չեմ մոռացել, շնորհակալություն հայտնեմ բոլորիցս, դե գեղեցիկ մեկնաբանությունների համար, սրտիկների համար սիրելիներս, ես շատ սիրում եմ, իսկ ովքեր առաջին անգամ են միացել իմ ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, սիրելիներս, ինչ ասեմ, ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակից, տեսություն ձեզ։